պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական հանձնաժողովի կողմից պաշտոնապես թույլտվություն է ստացել Եվրոպական միության երկրներ հայկական արտադրության սառեցված ձուկ եւ վերամշակված ձուկ, ինչպես նաեւ ձկնամթերք արտահանելու վերաբերյալ, հնարավորության վերաբերյալ։ Եվ 2025 թվականներ եւ 2026 թվականին ըստ էության Եվրոպական սննդի անվտանգության այդ համակարգը ներկայացնող մարմինը Հայաստանի Հանրապետությանը փոխանցեց, թե ինչպիսի ընթացակարգեր է եւ ինչպիսի պահանջներ են պետք եւ այս ընթացքում բավականին աշխատանք է արվել եւ փաստորեն այսօր մենք ավարտում ենք այդ աշխատանքը ըստ էության։ Առաջին փուլում պարզեցինք, որպեսզի հնարավոր լինի արտահանման գործընթացը անխոչնդոտ կազմակերպել, նախ անհրաժեշտ էր սննդամթերքի անվտանգության եւ սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքներում սահմանվեր համապատասխան լիազորող նորմեր կառավարության կողմից համապատասխան ընթացակարգերի եւ պահանջների հաստատման նպատակով։ Օրենքները ազգային ժողովի կողմից ընդունվել են եւ արդեն ուժի մեջ են մտել, որից հետո էլ անմիջապես անցել ենք կառավարության համապատասխան որոշումների ընդունմանը եւ որոշումներից մեկը սա է, որի մասին մենք հիմա ներկայացնում եմ, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առևտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում տնտեսվարող սուբյեկտի գրանցումը դադարեցնելու եւ առողջության սերտիֆիկատ տալու կարգի մասին եւ մեկ այլ որոշում էլ դա էլի ԵՄ առևտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում գրանցման համար ձկնաբուծական տնտեսություններին կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպություններին կամ ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպություններին ներկայացնող պահանջների մասին։ Նախ նշեմ, որ այս նախագծի ընդունումը ռազմավարական կարևոր քայլ է դեպի եվրոպական շուկա հայկական արտադրանքի արտահանման նոր հնարավորությունների ստեղծման ճանապարհին եւ պայմանավորված է արտահանման գործընթացի համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովմամբ։ Եվրոպական միության երկրներ արտահանելու համար պարտադիր պայման է հանդիսանում ձկնաբուծական տնտեսությունների կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների Եվրոպական միության առևտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում գրանցված լինելը, ինչպես նաեւ ԵՄ տեխնիկական կանոնակարգերին ու չափանիշներին համապատասխանությունը։ Համաձայն Եվրոպական միության օրենսդրության այդ համակարգում կազմակերպությունների գրանցումը պետք է իրականացվի տվյալ երկրի լիազոր մարմնի կողմից։ Մեր դեպքում որպես լիազոր մարմին սահմանել ենք սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Նախագծով սահմանվում է գրանցման բավականին պարզ, թափանցիկ եւ իհարկե միջազգային պահանջներին համապատասխան ընթացակարգ։ Այսինքն մենք վերցրել ենք այն ընթացակարգը, ինչը ԵՄ-ում կա եւ ամբողջապես տեղակայել ենք հայկական իրականության մեջ եւ ուզում եմ նաեւ ուրախությամբ նշել, որ ներկայումս ԵՄ երկրներ արտահանելու նպատակով արդեն իսկ փաստացի 5 ընկերություն ցուցաբերել է հետաքրքրություն եւ սպասում է մեր որոշմանը։ Այսինքն այն ստանդարտները, որոնք որ բարձր դրված են, որոնք համապատասխանում են Եվրոպական միության պահանջներին, այս պայն արդեն 5 երկիր այդ ամեն ինչը 5 կազմակերպություն դրել է, խոսքը վերաբերում է այնտեղ ուրեմն ՀԱՍՊ համակարգի եւ մնացած այլ հարցերին, եւ նույն կերերին, օրինակ կերերը ամբողջությամբ Եվրոպական միության երկրներից են ներմուծում այդ բոլոր այդ բարձր պահանջներին համապատասխանում են եւ այլն, եւ հատավաբար այս որոշումների ընդունմամբ հնարավորություն կտրվի վերոնշյալ ընկերություններին արդեն սկսել ձուկ եւ ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ, նվազեցնելով իհարկե կախվածությունը մեկ արտահանման շուկայից, դիվերսիֆիկացնելով մեր արտահանումը ԵՄ ստանդարտների ներդրումը իհարկե նաեւ կխթանի տեղական արտադրության արդիականացում եւ ուրեմն կբարձրացնի սննդամթերքի անվտանգությունը ընդհանուր մակարդակում, եթե կարիք կլինի, ես իհարկե նաև կներկայացնեմ, թե ինչ պետք է ուրեմն անենք, ես իհարկե նախորդ հարցի հետ որոշակիորեն կապ ունի, ես նախորդ հարցի հետ կապված նշեմ, որ այս պահին մեր մոտ համակարգը այսպես է, այս փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով գնալու են ՍԱՏՄ բիզնեսից, որից հետո ընթացակարգեր կա 3 օրվա ընթացքում, հետո 15 օրվա ընթացքում ՍԱՏՄ-ն ստուգումներ համապատասխան կիրականացնի, որից հետո այդ փաստաթղթերը երբ որ արդեն կուղարկվի եվրոպական համակարգ, այնտեղից մեր տնտեսվարողը ստանալու է կոդ։
ոչ մի բան, մի հատ կոդ է էլեկտրոնային ստանալու, որի մեջ այդ ամբողջ պատմությունը կա եւ այդ կոդը բավարար է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի ստուգումների արդյունքում կամ որոշ խնդիրների ի հայտ, այսինքն քանի դեռ ինքը չի զրկվել այդ կոդից, ինքը այդ կոդով մենակ այդ կոդով, որը մուտք անելու այդ համակարգ եւ ցանկացած երկրում Եվրոպական միության եւ Երևանից այդ կոդը մուտք անելու, տեսնելու են այդ կազմակերպության բոլոր տվյալները եւ ինքը կարողանալու է արտահանում իրականացնել, այս արդեն իրական թվայնացումն է եւ իհարկե մենք էլ փորձենք այս առաջի մասում էլ նույն տրամաբանությամբ, երբ որ այդ տվյալները կարողանանք արդեն հավաքագրենք, ինչ որ տարբեր տեսակի թղթեր է այստեղ պահանջվում, արդեն նույն տրամաբանությամբ ընդամենը մեկ էլեկտրոնային դիմում ենթադրում ենք օգտագործի եւ ամբողջը կիրականացվի։ Թերևս սա է մյուս որոշումը, որը արդեն էլի կոնկրետ սրան չի վերաբերվում, բայց մեր ցանկում կար, արդեն վերաբերվում է նորից էլի մնացած, այսինքն պահանջների, թե ինչ պահանջներին պետք է ներկայացնի, պահանջ ասելով նկատի ունենք ջրին ներկայացվող պահանջին, կերին ներկայացվող պահանջին, պահպանման պայմաններին ներկայացվող պահանջներ, աշխատակիցներ, ընդհանուր մինչև աշխատակիցների արտահագուստ, հիգիենա, բոլոր ներկայացվող ուրեմն պահանջներին է վերաբերվում, թերևս այսքան է, թե այլ հարցեր լինի կներկայացնեմ։ Պարոն Պապյան, շատ լավ է, տեսեք, բայց հիմա շարունակելով թվայինացման տեսանկյունից այս թեման, չէ՞, հիմա մենք փաստաթղթային շրջանառության այդ թվում ԵՄ-ի հետ խնդիրը լուծեցինք, ենթադրենք ու ստացանք կոդ, բայց ապրանքի հետագծելիության խնդիրը մենք չենք լուծել, դրա համար մեր բեռնափոխադրողները չեն ուզում գործ ունենալ այդ տիպի, եւ ես հասկանում եմ ինչն է խնդրեմը։ Իրենք չեն ուզում, որովհետև այդ կոդը նաև ենթադրում է, որ այդ ապրանքը պիտի կապարակնքվի այդ կոդով եւ այդ կապարակնքով անցնի ԵՄ սահման, որը մենք ոչ մի կերպ չենք անում։ Մենք կապարակնիկների հարցը այդպես էլ չլուծեցինք։ Եթե շարունակենք չլուծել, ես կարծում եմ, որ անկախ մեր բոլորիս եւ ձեր մասնավորապես ջանքերից մենք խնդիրը չենք լուծելու։ Մենք խնդիրը չենք լուծելու, որովհետև ես երբ որ լսում եմ հանրային քննարկումները եւ մեր բեռնափոխադրողների մարշրուտի փոփոխության ռիսկը, որ իրանք ներկայացնում են, այսինքն սովոր էին մի ուղու, հիմա մենք իրանց ասում ենք հարգելի գործընկերներ, այս ուղիով ինչի չեք գնում, ու երբ որ իրանք բացատրում են կամ ռեակցիա են տալիս, հասկանալի է դառնում, որ հիմնական խնդրեմը մեր ապրանքների հետագծելիությունն է, որովհետև այդ կոդի տակ մաքսավորը եթե չի տեսնում կապարակնիկ էլեկտրոնային, ինքը միանգամից իրավունք ունի ենթադրել, որ այնտեղ ոչ թե ձուկ է, այլ օրինակ հավ։ Ինչը որ նշանակում է, որ իրան հավելյալ զննության գործառույթ պիտի իրականացնի։ Իսկ այդ պարագայում բնականաբար եւ բիզնեսի եւ բեռնափոխադրողների համար անորոշության սպեկտրը այնքան է մեծանում, իսկ այդ անորոշությունը դա ծախս է, որովհետեւ 1 ժամ ավել սահմանին կանգնելը 2 ժամ ավել եվրոպական երկրում երթևեկել է, այդ ամեն ինչ ծախսեր է, որոնք այլևս գնագոյացման մեջ անհետաքրքիր են դարձնում մեր ապրանքը։ Ես կարծում եմ պիտի շատ արագ ու զուգահեռ շատ արագ այդ խնդիրը լուծել, որովհետև ձեր ասած կոդը ունի հաջորդ ցիկլը, որ այդ կոդը պիտի անցնի սահմանը, ոչ թե փաստաթղթով, այլ նաև փաստացի։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, իհարկե այդ հարցը ենթադրում եմ բեք գործընկերները, տկեն գործընկերների կօգնեն, որպեսզի դա առաջ գնա։ Դա արտահանում է ինքը ֆիսկալ խնդիր չունի, մեծաշով։ Բայց ես դրան կգայի, ինքը տեսավ ինքը իր խնդիրը լուծեց։ Ես կարծում եմ սա նախ եւ առաջ էկոնոմիկայի նախարարության խնդիրն է, ինչու, որովհետեւ արտաքին առևտրի պարագայում այս գործիքները չունենալ նշանակում է արտաքին առևտրի պոտենցիալը երբեք չբացահայտել, որովհետեւ աշխարհը զարգացած աշխարհը սովորա դրան, այդ մեխանիզմներին, եւ մեր մոտարկումները տեղի չի ունենում, եթե մենք թվայինացված գործիքներով մոտ չգանք, որովհետեւ մեր որոշումները թղթի վրա, մեր իրավական ակտերի մոտարկումը ամենահեշտ բանն է։ Հիմա որ AI-ին խնդրենք 5 րոպեում կանի, նույնիսկ մեր անունից, բայց ինքը չի աշխատում իմպլեմենտացման փուլում, որովհետեւ ինքը թվային ենթակառուցվածք է պահանջում, որը մենք
չենք ստեղծում, պիտի արագ ստեղծենք։ Եվ ստեղ մենք էկոնոմիկայի նախարարություն որպես մենք ամենաշահագրգռվածը պիտի լինենք, որովհետև արտահանումից հետո ՊԵԿ-ը մեծ հաշվով էլ ֆիսկալ հետաքրքրություն չունի։ Շնորհակալ եմ։ Ես